Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ Հանրային ռադիոյի ուղիղ եթեր, բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք ձեզ եւ իհարկե մաղթում ենք վաղ առավոտից հաճելի լավ տրամադրություն եւ որ ամենակարևորն է այս օրերի ընթացքում առողջություն։ Նոյեմբերի 26-ն է, օրը չորեքշաբթի, մենք ուղիղ եթերում ենք, նաև մեր լայվերը եւս գործարկված են Facebook-յան ավանդական տարբերակով, armradio.am կայքում եւս մեր հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջում, ունենք հեռախոսակապ, որը գործում է 553702, ունենք նաև TikTok։ TikTok-ում դեռ on-line չես։ Եվ ես փնտրում եի ու քեզ չէի գտնում, որպեսի երկու կարմիր կոճակը պետք է սեղմի։ Այո։ armradio.am կայքի միջոցով եւս մեզ կարող եք դիտել։ Իհարկե Facebook-յան հարթակի ավանդական տարբերակը եւս գործում է, բայց կա եւս մեկ ավանդական տարբերակ։ Միասին զրուցենք 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է հարգելի ռադիոլսողներ։ Դուք այդպես կարող եք զանգահարել եւ կապ հաստատել մեզ հետ, հայտնվել նաեւ եթերում։ 5 աստիճան տաքություն է այս պայն մարակակ Երևանում, օրվա ընթացքում մինչև 11 աստիճան են մեզ խոստանում, որպեսզի բարձրանա։ Օրը սկսում ենք ինչպես միշտ 1 գավաթ սուրճով, սիրով եւ իհարկե երաժշտությամբ։ Այո, մտածեք թե ուր եք գնում։ Բարի լույս բոլորին։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:35 սկսված է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս եւ մաղթում առույգություն, աշխուժություն, հատկապես որ ծրտերն ընկել են, ավելի շատ պիտի շարժվենք, որ հանկարծ չմրսենք հարգելի ռադիոլսողներ եւ գիտեք, որ շատ շատերը հիմա վատ առողջ են, ձեզ մաղթում ենք առողջություն հարգելի ռադիոլսողներ, տաք հագնվեք,
Դե մի հակնվեք մտածեք էլի, թե տակ արդեն հակնվեք։ դե բայց այդքան էլ դա այդքան էլ կարևոր չէր այդուհանդերձ վիրուսը մնում է վիրուս ուղղակի երբ դու մրսում ես ավելի խոցելի ես դառնում եւ արդյունքը ահա այսպեսին է կարող ես օրերով պարկել անկողնումդ եւ տանջվել եւ տառապել բարձր ջերմությամբ Մի տարապեք։ դա այլ Լավ տարբերակ նայեք չկա ձեզ։ երբ 39-ից բարձր է ջերմությունը չես կարող այո Մի հատ թութու անեմ սենց եղանը։ դու արա Արեցի։ ես անցել եմ այդ Անցել этаպը ես։ այո Անցորդ երկով սկսեցինք կինոբարի ժամանակների մեր ձայնը դրանից ենք պեղել այդ երկ Արմիկայի կատարմամբ ինչեր ասես որ մեզ չէին ասում եւ գրում ռադիոլսողները անցած տարիներին այս երկի համար հիշում ոչ ես։ միայն անցած տարիների ու ընդհանրապես Ուր է եկեք գնում անցորդը, ինչու է ինչու է գնում։ գնում տո ձեզ ինչու է գնում Երկի էլի լսեք հանգիստ։ ուղղակի եկեք հասկանանք որ հիփ-հոփում եւ առհասարակ այսպես ասած էստրադայում առանձնակի խորհապիլի սոփայական պաթոսախիղճ մտքեր պետք չեն Հա էլի։ ուղղակի եկեք ռիթմը վայելենք այնպես չի որ վատ եւ Ընդամենը լավ տրամադրություն, հիմա անցորդ է, տրամադրությունները Աստված անցորդի հետ եկեք ինչպես հումորով ասում են։ մոտենանք անցորդի տեքստին եւ Թեթև, իսկապես չէ, մեր խոսքը ինչ է, թեթև ապրեք, թեթև ապրեք։ ու մի կարևոր բան էլ թե ուր է գնում անցորդը դա անցորդի գործն է Այո, վերջացավ։ Մենք լսում ենք երգչուհուն չմտնենք ու վերջ։ Չէ, մի խորանա, չէ, անցորդ ուր է գնում, որ Այդ հասցեով ինչի է գնում, ինչի անընդհատ հարցնում։ գրպանում ինչքան փող կա, ինչ մեքենա է գնում։ Այդպես ենք անում, որ մեր կյանքը դժվարացնում ենք։ Ապրենք թեթև, ավելի խաղաղ, ավելի հաշտ եւ չփորձենք չեղած տեղը խնդիրներ ստեղծել։ Դե իսկ մենք այս բան առաջարկում ենք խոսել եղանակից, ինչ եղանակ է սպասում հանրապետության տարածքում։ Հիմա հասկանանք միասին։ Սա այն դեպքն է, որ շատ կուզեի անձրև գար։ Գիտես ինչու, որ վիրուսը մաքրվեր օդում։ Երեք ընկերներից մեկը կատակ կես լուրջ ասաց հիվանդ եմ ուզում եմ դուրս գամ մաքուր օդ շնչեմ որ լավ զգամ դուրս եմ գալիս օդը այնքան աղտոտված է ավելի եմ մատանում Չէ, մաքուր օդի խնդիրը դա խնդիրը արի վատ բաների չխոսենք Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, այս եղանակը առանց տեղումների իրավիճակը կպահպանվի մինչև նոյեմբերի 30-ը, ասեմ, Լուսադեմին, Արարատյան եւ Շիրակի դաշտում նաեւ կարճատև մառախուղ, այդպես է ասված։ Չգիտեմ կա թե ոչ, ծրվել է այդ մառախուղը թե ոչ, գրեք մեզ զանգարեք քամին հարավ-արևմտյանը 2-ից 5 մետր վարկյան հեռագությամբ, օդի ջերմաստիճան, ասում են որ այսօր ցերեկ աստիճանը բար մի քիչ էլ կնվազի, չէ, այո, կնվազի 2-ից 4 աստիճանով։ Այո, Ինձ թվաց կբարձրանա։ հետո պահպանվելու է, չի փոխվելու էապես, այո, բայց այդուհանդերձ ձյուն է պետք է կներեք, չդատափիտեք ինձ, բայց ձյունը պետք է օդի մաքրման Չնայած անվադողերը սփոխել եմ, այո, ապրես թող գա այդ ձյունը։ ապրես Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ են այսօր խոստանում, օդի ջերմաստիճան օրվա ընթացքում կբարձրանա միջև 11-14 աստիճան, նայած թե որ հավելվածով ենք նայում, այս պահին էլ 5 աստիճան տաքություն է Երևանում։ Այո, տաք հագնվեք, որ չմրսեք, սա շատ կարևոր է։ Կարող եք թեթև հագուստ գրել, եթե աշխատավայրում շոկ է, բայց վրայից անպայման տաք հագուստ գրեք, որ չմրսեք, չհիվանդանաք։ Դե բնականաբար ոչինչ չի փոխվել մեր կյանքում, որովհետև Կորեայի ձորի ճանապարհը դեռ շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սա փոքրիկ շուտ ասելուկի նմանվեց, բայց ինչևէ դեռ փակ է այն։ Հուսանք մինչ ամանորային կբացվի, նախատոնական օրերին հուսանք կբացվի, որ մարդիկ կարողանան առևտուր անել։ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես ասում են, Աստված բաց թող պահի այդ ճանապարհը, միշտ թող բաց։ Միշտ բաց լինի, այո։ Տեսնենք ինչ իրավիճակ է տարադրամի շուկայում ըստ կենտրոնական բանկի ամերիկյան 1 դոլարի օրվա փոխարժեքը սահմանվել է 381 դրամ, 1 եվրո 439 դրամ, ռուսական 1 ռուբլի օրվա փոխարժեքը 408 դրամ է, վրացական լարին 140 դրամ, բրիտանական ֆունտ ստերլինգը 500 դրամ է, շատ կլոր այսպես գեղեցիկ թիվ է, չէ։ Այև Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 103 դրամ է։ Ես այստեղ տարօրինակ մի բան տեսա։ Ինչ ես ուզում։ Իրանական ռիալն եմ ուզում ասել 0 դրամ 9 9088 Բան չհասկացա։ Մենք էլ Մի խոսքով։ Մի խոսքով։ Եվ հիմա այսպես է կուրսը, մենք մեղավոր չենք, ուզում եմ հասկանալ 0.90, լավ, այսպես ասենք, փաստորեն։ Ձեր իրանական ռեալները։ Իրանական ռեալները։ Ցանկությամբ։ Դե ես պատահական սկզբունքով ընտրում եմ։ Զվարթնոց գնացինք օդանավակայան։ Ամենասիրելի հատված ասեմ, որ մի վարքյան կարող ենք, ահա տեղափոխվելով Զվարթնոց միջազգային օդանավակայանների պաշտոնական կայք տեղեկանում ենք, որ բոլոր ժամանումները տեղի են ունենալու ժամանակին վայրեջքները որևէ
ուշացում չեն արձանագրելու եւ մեկնումների սանդղակ ենք մուտք գործում, էլի կրկին տեսնում ենք, որ անխափան է աշխատում եւ ամեն ժամանակին է տեղի ունենալու։ Ժամացույցի պես աշխատում է մեր օդանավակայանը, Եկողներին էլի չեք ասում ենք ուզում։ բարի գալուստ, գնացողներին ասում ենք բարի ճանապարհ։ Վերադառնանք Երևան, Փողոց։ տեսնենք ինչ իրավիճակ է մեզ մոտ։ 6 բալ է այս պահի խցանումների Ահագին սանդղակը լավ է։ ցույց տալիս։ Եթերից առաջ մի քանի այսպես վթար հանդիպեցի, բայց ոնց որ թե վերացել են այդ Վերացրել են արդեն։ Մենք տեսնում էինք, որ մի քանի տեղ թե միտեղ շինարարական Այո, աշխատանքներ դա կա։ իրականացվում։ Դա ցավոք սրտի շատ արագ չի Տերյանի, վերանում։ դա Տերեն երկար փողոցի է։ սկզբնահատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ, զգուշ եղեք, մնում Դրա է։ համար էլ այս Այո, հատվածում բոսոր այո։ է։ Մենք երեք ես ու Վեգան որոշեցինք ոչ թե ասել մուգ կարմիր, այլ բոսոր։ Ինչ ես ասում։ Այո, սա կարմիրն է։ Չէ, վթար ունենք, Ունենք։ ցավոք սրտի Ցավոք։ վթար ունենք, Ցավոք։ Կոմիտասի սկզբնահատվածում ունենք վթար, իջնող հատվածում է իհարկե, դեպի Բարեկամություն մետրո իջնող հատվածում է, Կոմիտաս 1, եթե չեմ սխալվում այստեղ։ Այո, Երևան City-ի մոտ է, ահա, Կոմիտասի 1։ Անվտանգ երթևեկություն մաղթենք, զգոնություն, միմյանց զիջեք, հիշեք, որ թարթիչ գոյություն ունի, այդպիսի բան կա, ասելի վարորդներ, որովհետև չգիտես ինչու ով ինչպես ուզում քշում է։ Բայց Այո, կա միևնույն թարթիչ։ ժամանակ թարթիչը միացնելուց հետո սպասեք, Սպասեք, կա համբերություն։ Ճանապարհ կտան, կշարունակեք։ Սա էլ է Շարժվում շատ եք առաջ, քիչ անց կհասկանանք, թե ինչ օր է առհասարակ նոյեմբերի 26-ը ըստ օրացույցի։ Say, hey, now, baby. Oh, mama, don't play now, baby. Say, hey, now, baby. So let's get one thing straight now, baby. Tell me if you love me or not, love me or not, love me or not. At the house on you, am I lucky or not, lucky or not, lucky or not? You gotta tell me if you love me or not, love me or not, love me or not. I'm wishing for you, am I lucky or not, lucky or not, lucky or not? I'm wishing for you. Try to do what I was doing. I'm wishing for you. Try to do what I was doing. Say, hey, now, baby. You gon' make me hit you with that lay down, baby. Oh, say, hey, now, baby. You know what I need off the day now, baby. Tell me if you love me or not, love me or not, love me or not. At the house on you, am I lucky or not, lucky or not, lucky or not? You gotta tell me if you love me or not, love me or not, love me or not. I'm wishing for you, am I lucky or not, lucky or not, lucky or not? I'm wishing for you. Try to do what I was doing. I'm wishing for you. Try to do what I was doing. What lovers do. What lovers do. What lovers do. Are we too grown for games? Are we too grown to play around? Young enough to chase, but old enough to know better. Are we too grown to change? Are we too grown to mess around? Oh, and I can't wait forever, baby. Both of us should know better. Ooh, 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 been wishing for you. Ooh, ooh. Try to do what lovers do. Ooh. Been wishing for you. Ooh, ooh. Try to do what lovers do. Ooh, been wishing for you. Try to do what lovers do. Been wishing for you. The station with the best music. Best music. Սուրճ ու սեր առավոտից։ 9:45 րոպե ուղիղ եթերում ձեզ հետ հանրային ռադիոյի առաջին ալիքն է եւ երկի արտնացած
պայծառ հաղորդավարները։ Այո, շատ Արույիկ։ պայծառ։ Մի այլ կարգի մենք այսօր մեր անունները չենք տվել։ Այ։ Տիգրան Հարությունյան։ Լուսինե Մուրադյան։ Եվ այսպես շարունակ։ Սա էլ հատուկ քեզ համար։ Մեզ Սիրում ես, համար։ չէ՞ ծափարությունը։ Չէ, մեզ համար Տիգրան ջան։ Ամբողջական է եթերային զույգը հասկանում։ Դե բա գիտեն հեշտ է, ամեն առավոտ գալ, հասնել այստեղ, նստել, խոսել, ինֆորմացիա ընտրել։ Գիտեն այդպես, մատի 1 հպումով եւ այդ ժամը կեսանոց շոուն իրականություն է։ Երկու կնոպկա է սխվում Եվ երկու կնոպկա, տեսնում ես։ Մի խոսքով ամեն ինչ էլ շատ դժվար է արգելի ռադիոլեսողներ, յուրաքանչյուրի մասնագիտությունը եւ յուրաքանչյուրի աշխատանքը իհարկե որոշակի դժվարություններ ունեն եւ ամենակարևորը որ պետք է զգաս այդ պատասխանատվությունը եւ ամենայն լրջությամբ մոտենաս աշխատանքին։ Ուրա, բացում ենք օրացույցը, նոյեմբերի 26-ն է եւ այսօր պաստորեն տեղեկատվության միջազգային օրն է։ Այսպեսի օր կա 1994-ից է այն նշվում ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ։ Այստեղ նշվում է, չէ՞, ճիշտ տեղեկության մասին է խոսքը եւ տարանջատելու էլ այդ տեղեկությունները տարանջատելու եւս շատ կարեւոր է, որովհետեւ մենք հաճախ տեսնում ենք, թե ինչքան ապատեղեկատվություն է տարածվում, զուտ որովհետեւ շատ-շատերը ուղակի մեդիագրագետ չեն եւ ընդհանրապես չեն նայում սկզբնաղբյուրները։ Այո, ուշադիր եղեք ինչ եք կարդում։ Շատ կարեւոր։ Իրադարձություններից պաստորեն այսօր 1863 թվականին Աբրահամ Լինքոլնի որոշումով նոյեմբերի 26-ը ընդունվել է որպես գոհաբանության օր։ Մենք ես ու Վեգան բավական երկար անդրադարձանք այդ գոհաբանության օրերին, որ Միացյալ Նահանգներից է եկել, բավականին հաճելի ու լավ ավանդույթ է։ Այո, գոհաբանությունը կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Հայտնի օբելարներ ունենք այսօր, խնդրեմ 1856 թվականին։ Այո, ամերիկյան դիվանագետ Միացյալ Նահանգների դեսպան Օսմանյան կայսրությունում Հենրի Մորգենթաուն է ծնվել 1856 թվականի այսօրը։ Նա դատապարտել է իդեպ հայերի ցեղասպանությունը։ Արուս Ասարյանն է ծնվել մեր դերասանուհիներից 1904 թվականին այսօրը։ Հայազգի խորհրդային գենետիկ Սոս Ալիխանյանն է ծնվել այսօրը։ Եվ այսպես շարունակում ենք գնալ ու փորձում հասկանալ ինչ հայտնի հոբելարներ կան, որ պետք է հոբելարները դեռ կանդրադառնան։ Սուրեն Մուրադյան, հայ բանաստեղծ, մանկագիր 1930 թվականի այսօրն է ծնվել։ Արի ասենք, որ այսօրն է ծնվել մի հաղորդաշար, որի տակ մենք մեծացել ենք, չէ, քնել ենք, պարկել ենք քնելու ամեն օր։ Ամեն երեկո սպասել ենք, որ պետք է գա այդ հրաշալի հաղորդումը։ Պետք է ռուսերեն ասեմ, спокойной ночи, малыши։ Հիշում եք։ Այս հաղորդման ծննդյան օրն է, այսօր 1963 թվականից այդ հաղորդումը եթերեր արձակվել պատկերացնում։ Բայց հիմա էլ կա կարծես։ Ես չգիտեմ, ուղղակի հիմա, կարկուշան չի ծերացել, նույն կարկուշան է։ Տեղափոխվել են YouTube-յանալ եք, ես ոնց հասկացա։ Չէ, կան եւ առհասարակ Ես չգիտեմ, կա հիմա մեր մանկության առաջին ալիքով, բայց այն տարիներին կենտրոնական ռուսատեսությամբ այս հաղորդումը ամեն երեկո բոլորը դիտում էին։ Եվ մենք անհամբերությամբ սպասում էինք, երբ պիտի գա այդ ժամը, որպեսզի։ Իմիջիալոց ես հետաքրքիր մի բացահայտում էլ անեմ, ես ամեն երեկո սպասում էի, երբ պիտի նաև հանրային ռադիոյով բարի գիշերը սկսվել, որպեսզի ես լսեի, այնպես որ դուք էլ ընկաք հաճելի։ Այնպես որ տեղափոխվենք առավոտ, այսօրն է ծնվել շատ հայտնի երգչի, շատ ափսոս, շատ ցավում եմ։ Սիրելի։ Այո, կարծում բոլորիս կողմից սիրելի Հանդրեյ Թինա Թերների ծննդյան օրն է, պարուհի, դերասանուհի, ով շատ ծանր եւ բարդ ճանապարհ է անցել, անձնական տարբեր վայրի վերումներով անցել է, բայց դա չի խանգարել որպեսզի երգչին շարունակի փայլի բեմում եւ իր էներգիայով վարակի հանդիսատեսին եւ իհարկե ռադիոլսողին միացնում։ Ինչպես մենք կարող ենք չլսել այսօր նրա հայտնի հիթը, այո, վայելում ենք։ Խնդրում եմ այդ հիթի համար։
station with the best music. Best music. I love the music. Best music. Սուրճ ուսեր առավոտից։ 9:33 մենք շարունակում ենք մեր ընթացքը հանրայինի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ այս երկչուն լսելուց միանգամից Ուզում եմ թողնել տաղավարը եւ վազել միջանցքով։ չէ, ես կարող եի վեր կենալ եւ բարեի։ Բարեի, վերկաց եւ բարիր։ Վերկաց եւ բարիր։ Ինչու՞ չպարի։ Առհասարակ թե որքան կարեւոր է մարդու էներգետիկան եւ շատ հարցերում որքան մեծ նշանակություն ունի հենց մարդու էներգետիկան, իդեպ մենք մի քիչ ուշացումով, Ինչպեսի մեկնաբանությունն է։ բազմաթիվ Ինչ են գրում մեկնաբանություններ թերթերը։ ունենք։ Հիմա կհասկանանք ինչ են գրում, Summer Live-ն է։ Summer Summer Live-ն Live-ն, այո, գործեցինք Facebook։ Facebook։ Լուսինե Ճկնավորյանն ասում է բարի լույս սիրելի Տիգրան եւ Լուսինե։ Ճնգարյանը։ Վայ կներեք, հազար ներողություն կողքից եմ նայում Բայց էլ։ չի հանդիպել ես ասում նման ազգանուն։ Ճնգրյան, դու էլ ես Ճնգրյան։ սխալ ասում։ Ինչ Այո, հետաքրքիր ներողություն ազգանուն։ ենք խնդրում հարգելի Լուսինե, հետաքրքիր ազգանուններ քիչ հանդիպող։ Բարի լույս սիրելի Տիգրան եւ Լուսինե, հաճելի օրեմ մաղթում ձեզ, մենք էլ ձեզ ենք հաճելի օր Հարգելի մաղթում։ Լուսինե Ճնգարյան։ Հերիքնաս Կարեյանն է մեզ ողջունում, Կարինե Մկրտչյանն է ողջունում, բոլորիս գեղեցիկ օր է մաղթում, Մենք էլ ենք ծաղիկներ։ ողջունում։ Այ ինձ է ուղարկում ժպտերեցիկ Լուսինեին, շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ սրտիկներ եմ ուղարկում, շնորհակալություն։ Դա սրտիկ չի, դա երկու մատի կոմբինացիա է։ Ոչ, սա Դա սրտիկ երկու է։ մատի կոմբինացիա Ոչ, է։ սա իսկական սրտի նշան է, Որը իսկական։ իրականացում է երկու մատի կոմբինացիայով։ Okay, Այդպես է, հիմա ինչ կարող ասած, երկու մատ, վերջը։ լավ, ինչպես ուզում ես, այդպես էլ ասա։ Ես սիրում եմ այս սրտիկը։ Լավ էլի, կարի կլինի չանենք այդ սրտիկները։ Ես այս սրտիկը շատ եմ Դե սիրում։ լավ, ուրեմն երկու մատի կոմբինացիա։ Սա իսկական սրտի տեսքն ունի։ Հիմա նորից պետք է Դա պետք է տեսնել, բայց որ չեն Դե տեսնում։ հիմա մի խոսքով սրտիկ եմ ուղարկում։ Ես մեկնաբանեցի։ Հա, կարդա։ Ինչ կա։ Սիրելի Տիգրան ջան։ Հերիքնաս Կարյանը գրում է մեզ ինչ ճիշտ է ասում ընկերուհիդ, բայց մեր հրազդանում շատ մաքուր է, օդը եկեք մեր մոտ։ Յա։ Բա չգանք։ Հայաստանում մաքուր, չնայած մաքուր տեղ կա։ Մաքուր Երևանն Տավուշ է։ պետք է գնալ, լոռի պետք է գնալ, հրազդանում էլ մաքուր Հա, կլինի։ բայց մի որ ծիծաղել եմ, ասում է պատանը ասում։ բացում ես, ուզում ես մաքուրը շնչես, որ լավ Չկա, սկաց պատանում չկա ես։ մաքուրոց։ Մի խոսքով գնացինք առաջ, շարունակում ենք եւ այստեղ ունենք հաջորդը Լիլիա Պետրոսյանն է ողջունում Ուրախ եմ ես։ ձեզ տեսնելով, շատ դրական տրամադրություն ենք փոխանցում, բարի օր բոլորիս, Աստված պահապան Հայաստան աշխարհին։ Ահա։ Այստեղ մի բոլ ծիծաղում են, գործընկերդ է ժպտում, ասում է դեռ թարմ ես։ այո, Դե, թարմ է, գիտեք, աշխատում ենք։ ամեն ինչ անում է, որ թարմ մնա։ Մարինային ողջունենք, այո։ Ջեր ողջույններ Թագակցյան ողջունում Մարինային։ Վարդուշ Մաթևոսյանն է գրում բարի լույս, հաջողություններով, սիրով ու ջերմությամբ լի օր Հայաստան ու հայ ժողովուրդ, օրը բոլորիդ բարին բերի, սահմանին կանգնած զինվորին ամփորձանք ու խաղաղ ծառայություն, օրը ամպոտ ու տխուր է Սիսիանում, Մեզ մոտ էլ է տխուր, մեզ մոտ էլ է, մեզ մոտ էլ է տխուր։ ոչ մի նեղվեք, Հա։ բայց մի րոպե, բայց ձեր հաճելի ներկայությամբ ջերմացնում եք այն Լուսինե եւ Տիգրան ջաներ։ Շնորհակալություն։ Էդիկ Բաբուջյանը մեզ ուղարկել է սրտիկ, չէ՞ թե։ Եվս մի շատ կարևոր օր է նշում աշխարհն այսօր, այդ մասին կարճատև գովազդից հետո։
Սուրճ ու սեր առավոտից։ Հերացող եթերաժամի վերջին 2 րոպեն է եւ մեզ միացել է մեր գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանը, Եվ մենք Հասմիկ արագ ենք խոսում։ բարի լույս, Բարի լույս։ ասա խնդրեմ վերջին անգամ երբես դիմել կոշկակարի ծառայություններին։ Դորոկման տալ ես կոշիկը ոչ։ Այո, երևի մի 3 ամիս առաջ։ Այսօր կոշկակարի միջազգային օրն այնպես արի Շնորհավորում շնորհավոր ենք բոլոր կոշկակարներին։ Այո, շնորհավորում եմ։ Ուր են տանում քո լուրերը մեզ այսօր։ Երեք լուր եմ Նորակած առանձնացրել։ կոշիկներով։ Այո, թող լինի այդպես։ Հարմարավետ ես կասեմ։ Հարմարավետ, Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ անձի, ով Լուվրի թանգարանի կողոպտիչներից մեկն է։ 3 հոգու ձերբակալել էին, սա 4-րդն է։ Փարիզիենը գրում է, որ կասկածյալների թիվը ենթադրվում է, որ այսքանն էին։ Հանցագործությունը հոկտեմբերի 19-ին է տեղի ունեցել։ Ազգության մասին ոչ մի լուր ամեն դեպքում ֆրանսիական լրատվամիջոցները չեն հայտնում, չեմ կարող ասել։ Եվ մեր ունկնդիրները տեղյակ են, մենք ավելի վաղ ռադիոլուրի շրջանակում ընդգրկուն անդրադարձել ենք, որ 9 զարդեր էին գողացել։ Այո։ Եւ դեռևս գողոնի մասին ոչ մի լուր լրատվամիջոցները չեն տեղեկացնում։ Եվ այս տեղեկությունից հետո բոլոր թանգարանները սկսել են մտածել անվտանգության մասին։ Մասնավորապես Ավելի Լուվրը շատ, ավելի այո։ ամենապահպանված թանգարաններից մեկն էր, այդ խնդիրը բարձրացվել է բարձր մակարդակով նախագահի կողմից անգամ։ Շնորհակալ ենք Հաջորդը, օպերատիվ սպասի, ինֆոյը, չէ, մենք արդեն չենք մենք կարող։ չենք հասցնի, մնացած արդեն լուրերի թողարկման ընթացքում այս պահին Շնորհակալ լուրեր եմ։ մեր եթերում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Միացյալ Նահանգները հաստատել է Աբու Դաբիում Պենտագոնի ներկայացուցչի հանդիպումը ռուսական պատվիրակության հետ։ Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Աբու Դաբիում Ռուսաստան Միացյալ Նահանգներ հանդիպման մասին լուրերը։ Ուիտքոֆը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինի հետ, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններանց։ Եվ այսպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ մոտ են ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ խաղաղության համաձայնագրի ընդունմանը։ Նա կարծում է, որ առաջընթաց է գրանցվելու։ 9 ամսվա ընթացքում ավարտել եմ 8 պատերազմ եւ մենք ջանում ենք ավարտել վերջին պատերազմը։ Դա հեշտ չէ, բայց չգիտեմ, կարծում եմ կարող ենք դա անել։ Սա մեջբերում էր ԱՄՆ նախագահի խոսքից։ Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ։ Թրամփն ասել է Ուիտքոֆի ուղևորության ժամանակ նրան կարող է միանալ իր փեսան Ջարեդ Քուշները։ Նախագահը հայտնել է, որ Ուկրաինայի խաղաղության ծրագրի շատ կետեր արդեն համաձայնեցված են։ Reuters-ը հղում անելով ուկրաինական եւ ամերիկյան աղբյուրներին հաղորդում է, որ Կիևը ԱՄՆ պլանի ընդհանուր տրամաբանությունը համարում է ընդունելի, սակայն ցանկացած կետ, որը վերաբերում է տարածքային հարցերին, պետք է քննարկվի Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահի հանդիպման ժամանակ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի ավարտի վերաբերյալ մնացած հարցերը լուծելու համար անհրաժեշտ են բանակցություններ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Կիևի մասնակցությամբ։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները վերջին շաբաթվա ընթացքում հսկայական առաջընթաց է գրանցել խաղաղության համաձայնագրերի ուղղությամբ։ Նահանգները նախկինում հայտարարել էր, որ աշխատում է ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագրի ուղղությամբ։ Կիրակի օրն էլ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան Ժնևում խորհրդակցություններ անցկացրեցին այդ ծրագրի Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպումը անվանել էր ամբողջ հակամարտության ընթացքում ամենաարդյունավետը։ Եվրամիության առաջնորդները անհամաձայնություն են հայտնել Թրամփի ծրագրի հետ կապված որոշ կետերի շուրջ եւ ընդգծել են նոր առաջարկների մշակման մեկնարկի մասին։ Երեքշաբթի օրը ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր ԱՄՆ բանակի քարտուղար Դանիել Դրիսկոլը Աբու Դաբիում խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի պատվիրակության հետ։ Բանակցությունները լավ են ընթանում, մենք շարունակում ենք մնալ լավատեսորեն տրամադրված։ Էքսիոսի հետ զրույցում նման հայտարարություն էր արել ԱՄՆ բանակի խոսնակ Ջեֆրի Թոլբերտը։
Իսկ Ուկրաինայի նախագահը ասում է, որ 28 կետից բաղկացած ամերիկյան առաջարկի կետերի թիվը նվազել է եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ծրագրում շատ տարեր հաշվի են առնվել։ Նրա խոսքով փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա անելու։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ Կիևը պատրաստ է առաջ շարժվել Միացյալ Նահանգների կողմից աջակցվող խաղաղության համաձայնագրով եւ որ ինքը պատրաստ է քննարկել դրա զգայուն կետերը ԱՄՆ նախագահի հետ տեղի ունենալիք բանակցություններում։ Ռուս դիվանագետները նախընտրում են իրենց աշխատանքը կատարել պրոֆեսիոնալ, քան զբաղվել ենթադրություններով եւ ասեկոսներով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելարուսի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Լավրովը այսպես է մեկնաբանել Աբու Դաբիում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև ենթադրյալ հանդիպման մասին հաղորդագրությունները։ Իսկ հա Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր ամերիկյան ծրագիրը մեծ մասամբ համապատասխանում է Անկորիջի ոգուն, սակայն այն առարկայորեն չի քննարկվել ռուսական կողմի հետ։ Պեսկովը ընդգծել է, որ այն տեքստը, որն ավելի վաղ ոչ պաշտոնապես հայտնվել է իրենց մոտ, այժմ արդեն փոփոխության է ենթարկվել։ Ընդգծել է, որ ըստ Կրեմլի Թրամփի ծրագիրը կարող է լավ հիմք ծառայել բանակցությունների համար։ Համառոտ տեղեկացնենք, ԱՄՆ վարչակազմն է ներկայացրել 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որի շուրջ Ժնևում քննարկումներ տեղի ունեցան եւ ԶԼՄ-ների տվյալներով մասնավորապես ծրագիրը ներառում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա հիմնված անվտանգության երաշխիքներ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, Կիևի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց եւ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի կրճատում։ Եվս երկու լուր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար այսօր Փարիզում բանակցություններ կվարի իրանցի պաշտոնակցի հետ, կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Իրանի միջուկային վիճահարույց ծրագիրը։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի աջակցությունը վայելող Գազայի մարդասիրական հիմնադրամն էլ դադարեցնում է իր գործունեությունը մի քանի ամիս տևած քննադատությունից հետո։ Եվ լրահոսի վերջում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է։ Հոբելյանական տարվա արդիվ բարերար Կարեն Վարդանյանը նվագախմբին նվիրել է գերմանական, շվեյցարական, ֆրանսիական, անգլիական հայտնի ընկերությունների կողմից արտադրված 17 հատ երաժշտական նոր գործիք։ Սա հնարավորություն կտա մի քանի տասնամյա պատմություն ունեցող հնամաշ գործիքները փոխարինել նորերով եւ բարձրորակ երաժշտական գործիքների շնորհիվ ստանալ պրոֆեսիոնալ հնչողություն։ Եվրոպական վերջին սերնդի արտադրության 17 երաժշտական գործիքի ձեռքբերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 129 միլիոն դրամ։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, եթերում կլինենք ժամը 11-ին ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
նման ես դու գոլորմանի նման ես նոր սագուցարի նման ես դու գոլորմանի նման ես Սուրճ ու սեր առավոտից։ 10-10 րոպե, այսպես ուղիղ ճշգրիտ 10 րոպե, 10 րոպե, մենք կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր այսպես լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Ողջունում ենք ձեզ, իդեպ հանրային ռադիոյի ժամացույցը ամենաճշգրիտ ժամացույցներից մեկն է, այնպես որ կարող եք ձեր ժամերն ուղղել մեզ հետ միասին։ Նոյեմբերի 26-ն է, օրը չորեքշաբթի, աշխարհը այսօր նշում է կոշկակարի միջազգային օրը, սա կոշիկի նորոգման մասնագետների պրոֆեսիոնալ տոնն է, արհեստեհին է, բարդ եւ հասկանանք թե ինչ նրբություններ կան։ Բայց շատ կարևոր, առանց որի ուղակի կմնանք անկոշիկ, ոտաբոբիկ եւ Կամ ստիպված կլինենք անդադ գումարներ ծախսել նորը գնելու համար, դա էլ կա։ Այո։ Ուզում ենք ողջունել տաղավարում մեր հյուրին, վարպետ Վաչագան Առաքելյանին, վարպետ Վաչոյին, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս ես։ Ժամը քանիսից է բացվում կրպակը։ Կոշկակարի։ Արեստանոցը բացվում է ժամը 10-ից։ Հա, արեստանոց ներողություն։ Կրպակել կա, ես միշտ կրպակ եմ սովորել եղել գնալու, Դե կրպակ ուրիշ բան է, Սիրուն մեծ շենքի մեջ արեստանոցը։ Արեստանոցը։ Գեղեցիկ։ Որ ժամերին են գալիս, հիմնական վաղ առավոտյան թե օրվա վերջ գործից հետո։ Առավոտվանից էլ գալիս են։ Մարդիկ Լինում է, որ անդադար ավելի շուտ են զանգարում, դիմավորում են։ Ժամանակին, եթե գնանք տարիներ առաջ, ապա շատ էին ավելի դիմում կոշկակարի օգնությանը, շատ էին դիմում, շատեր միշտ եթե լավ կոշկակար էր, ապա տեղ ու դադար չկար։ Հիմա կարծես մի քիչ քչացել է, ինչն է պատճառը, շատ արագ փոխում են կոշիկները ու չեն Հարստացել են, նոր կոշիկ են առնում, թե ինչն է հարցը։ Դե գիտեք ոնց է, հարաբերական է, լավ կոշիկը միշտ էլ արեստավորի մոտ տարել են։ Բայց հիմա իհարկե եթե մարդը մատչելի կոշիկ է գնել, օրինակ Եվ սիրում է չի ուզում ազատվել, հա։ Չէ, ինքը չի տանել վերանորոգում, բայց եթե բրենդային կոշիկ ունի, որ առել է օրինակ 1000 եվրո եւ ավելին, ինքը Այ, մեր մոտ միշտ է մինիմումը $500 սկսվում է այդ։ Բերում են նորոգել։ Ես մի բան չհասկացա, եթե այդ կոշիկը 1000 եվրո է, ինչու պետք է նորոգել։ Ուրեմն պետք է երկար ծառայի, չէ՞։ Ահա, երկար կծառայի, բայց կոշիկի վրա էլ նենց մատերիալներ կա, որ պետքա փոփոխվի, խնամվի, խնամ կա պահանջում Այսինքն հերիք չի աստղաբաշխական գումար ես վճարում այդ կոշիկի համար, մի հատ էլ անդադար պիտի տանես վրան էլի ծախսեր անես։ Բայց ինչի են այդքան գումար տալ, եթե պետք է արագ շարքից դուրս գա տանել։ Ես էլ տառել եմ ոչ աստղաբաշխական, որակյալ, հայկական իդեպ, որովհետև հայկական արտադրության կոշիկները բավականին որակով են, հրաշալի են ուղղակի, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում։ Բայց էլի մատչելի չի ասում քեզ։ Լավ է։ Դե որակյալը միշտ մատչելի չի։ Այդպես հետաքրքիր է։ Իդեպ հայկական է շատ բերում, թե արտասահմանյան կոշիկներ։ Լինում է եւ նաեւ հայկական։ Բերում են ամեն դեպքում։ Եթե լավ կոշիկ է կամ մարդու թուրը գալիս այդ կոշիկի մեջ ինքը հարմար ազգում, կապ չունի։ Հայկականա, թանկա, էժանը։ Բացական ընդհանուր քանի տարի է Միչայլոց այդպեսի կոշիկ կա, որ ինձնից հրաժարվել է, ես իրանից ոչ ասացիք եւ ես հիշեցի։ Քանի տարի է որ ոլորտում եք։
արդեն 8 տարի կլինի։ Ես 0-ից եմ սկսել սովորելը, աշակերտ եմ եղել, այդ վերանորոգումն եմ սովորել, հետո Գյումրիում սովորել եմ կոշիկ կարելը ամբողջությամբ։ Ու եկել եք Երևան։ Բավականին բարդ ընթացք է, չէ՞, այդ կոշիկ ստեղծելու ընթացքը։ Իսկ դուք կանանց կոշիկներ եք պատրաստում, թե միայն տղամարդկանց։ Եվ այն Այ երկուսն էլ, չէ՞ որ իրենք բնույթը տարբերվում են, հատկապես եթե բարձրակրունկ կոշիկներ պիտի արտադրվի, այստեղ ընդհանրապես այլ հարթություն է գնում։ Բարդության։ Այ ամենակարևոր բարդությունն ասեմ, թե նրբությունը ձեր գործի մեջ, այ ի՞նչն է կարևոր։ Ամենակարևորը պատասխանատվությունն է։ Ահա։ Ժամանակին եւ հաջախորդին հասկանալը։ Հիմա եթե կոշիկը մոդեցնում են, կարող է հաջախորդը ինքը դժվարանում է կողմնորոշվել ինչ գույնի կամ ինչ ձևի նորոգվի կոշիկը, մենք օգնում ենք երկրորդ կյանք եք պարգևում։ Այո, աջակցում ենք, խորհուրդ ենք տալիս։ Այսինքն նույնիսկ կոշիկի գույնն եք փոխում։ Այո, ներգում ենք, ես այդ ամեն ինչը ես անձամբ տիրապետում եմ, իմ թիմումն եմ, իմ թիմում էլ 3 հոգի աշխատում են, բայց ամեն որը ասենք ով չգավ կամ չկարածավ կար, ես այդ իմ թվարկած գործողությունները ամեն ինչին անձամբ տիրապետում եմ։ Կան հատվածներ, որ միմիայն ձեռքի աշխատանք է պահանջում, չէ՞։ Իհարկե։ Մեծամասամբ թե հիմա մի քիչ այդ սենց ասած կոշկակարությունը մի քիչ զարգացել է, նորաոճ սարքավորումներ կա, բաներ կա, պետք է տիրապետես։ Ինչի համար եմ ասում, որովհետև ամեն մի ոլորտ զարգանում է։ Եթե մարդ այդ ոլորտում է, պետք է քայլի առաջ։ Այո, եմ հասկանալ, նորություն ասելով ձեր ոլորտում ինչ է նկատի ունեք, դա նոր սարքավորումներն են, գործիքները, թե կարողանում եք ժամանակին համահունչ գնալ եւ ձեռք բերել նաեւ այդ տեխնիկան։ Հա, իհարկե։ Եթե լավ սպասարկում մարդ ուզենա ապահովի, պետքա ֆինանսապես պատրաստ լինի։ Բայց միևնույնն է ձեռքով եք, չէ՞ աշխատում։ Հա, ձեռքով ենք աշխատում, բայց ասենք հիմա այդ իտալական կամ լավ թանկանոց կոշիկները չես կարա էլի այդ հին սարքավորման վրա անես, որովհետև դու այն իդեալը չես կարա ստանաս։ Այդ վերանորոգման համար է, էլի։ Իհարկե կարելու համար մենք մի մեքենա է, այդ մեքենան մեզ հերիքա մնացածը ձեռքի աշխատանք անում ենք։ Իսկ եղել է դեպք, երբ ձեր մտքում կոշիկի ինչ որ մոդել է, այսպես պատտվել եւ որոշել եք իրականություն դարձնել, այսինքն հենց դուք։ Հա, հենց ես ինձ էլ եմ կարել, հակել եմ ու շատ գոհ եք ձեզնից։ Բացի գոյից չէ, չեմ սիրում դենց Չէ, նկատի ունեմ դուք գոհ եք ձեր կատարած աշխատանքից։ Հա, իհարկե, որովհետև այդ կոշիկը երբ ես հագնում եմ, իմ հաջախորդը ասենք դրսում հելնում եմ։ Ասում են մենք էլ ենք ուզում։ Մի անգամից շատ ա եղել։ Եվ չեք որոշել ստեղծել նաև ձեր արտադրությունը, ձեր սեփական ստեղծած նկատի դիզայներական, այսինքն դա էլ կա պլաններում, հա։ Մտքեր կա։ Դե հա, կա ընթացքում քիչ-քիչ որ նոր սկսել էինք այս գործը, սկզբից շատ դժվար էր, ես մենակ էի, հետո թիմ ստեղծեցինք, հետո մեր հաջախորդները գնալով շատանում են։ Դենց հիմա պատվերով ենք կարում։ Քանակի վրա չեք, ավելի շատ որակի վրա։ Պատվերով կոշիկ կարելը ավելի ինքը։ Այդ պատվեր ասելով բերում են նկար, ասում են այս կոշիկից եմ ուզում, հա, նույնը պետք է ստանալ։ Ոտքի չափով մարդկա խնդիր ունի։ Խնդիր ունի ոտքի, այ դրա մասին խոսենք, կոճեր եւ այլն։ Հա, կոճեր կամ ինքը քաշով ծանրաքաշ մարդ է, բայց ոտքերը 37 է։ Դենց էլ է լինում։ Այո։ Ըստ այդմ այդ բարդությունը արդեն ասենք տարիքն էլ 45-50 տարեկան մարդ է, բայց ոտքերը 37 է, բայց մի քիչ փամփլիկ ոտքեր է, էլի։ Պետք է համապատասխան։ Դրա համար ինքը չի կարա իրան հոսքի ամեն տեղից մտնի կոշիկ ընտրի, եղել է շատ դեպքեր, ես ունեմ արդեն մշտական հաջախորդներ են տարել, հարազատներ էլի սենց ասեմ։ Նրանց համար փաստորեն, հա։ Դե դենց է դուրս գալիս։ Որքան կարևոր է որակյալ ճիշտ կոշիկը։ Ոտքի, քայլվածքի, ողնաշարի, սրանք մեկը մյուսի հետ անմիջական կապ ունեն։ Հաճախ անհարմար կոշիկներ ենք հագնում ու հասկանում ենք, որ ինչ որ խնդիրներ առաջացան, հետո պարզվում է, որ հենց կոշիկն էր մեղավորը։ Հա, կոշիկի շատ կարևոր բան է, ինքը նախ ճիշտ կոշիկը առողջ ճարար է։ Իր մեջ մի քանի տեսակի կաշիներ է, էլի, որ պետք է անպայման լինի այդ կաշին։
հիմա մենք էլ բոլորս հիմնականը կեդեր կոտազներ ենք հագնում։ Այդ ժամանակ մարդը մտածում եք թեթև է, հա, թեթևը փռվում է, հետո որ ռեսկի անցնում են կլասիկայի, հարսանիք են, ասենք, առիթ են, արդեն ասող դժվարանում են, բողոքում են, ուղղակի պետք է հասկանան, որ ժամանակի ընթացքում պետք է միշտ այդ կլասիկան է պահել, էլի, որ մեկու մեջ փոխել, որպեսզի ոտքը մկանները հարմարվեն, հա։ Կոշկակարը այն մարդն է, ով օրվա ընթացքում շփվում է տարբեր տեսակի մարդկանց հետ, տարբեր բնավորության տեր մարդկանց հետ եւ արի ու բոլորի հետ փորձի լեզու գտնել։ Ինչ եք անում դուք եւ այ կամակոր հաճախորդներ երբ գալիս են, ոնց եք փորձում իրենց հետ լեզու գտնել։ Նախ մեր ռոլիկներում եք կարակ տեսնեք, ես համբերատար եմ, էլի։ Եթե այս գործի մեջն է մարդ, պետքա անսահման համբերատար լինի, որովհետեւ մարդկա մոդելումը ինք անհնարին բանն է ուզում քեզանից։ Դու պետք է համբերես, իրան ճիշտ ուղու վրա դնես, սենց ասեմ, որ ինքը մենակ իր ուզածը չէ, էլի որ կարան հնարավոր լինի կանենք։ Կամ անհնարին ասելով ինչ, գալիս ասում է Ռոնալդոյի կոշիկից եմ ուզում, ինչ են ասում։ Ասենք անհնարին ասելով, այնց կոշիկա բերե, որ ինքը արդեն եթե վերանորոգենք է, ես պարտավոր եմ ու ասում եմ, որ այն էֆեկտը չենք ստանա, ինչ որ դուք վիդեոներում տեսել եք, որովհետև այս արդեն շատ եք ուշացրել։ Ուզում են նորը, մենք զգուշացնում եմ կամ ասում եմ, որ էսի չի լինի, արեք ավելի լավ է նորը կարեմ, կամ եթե ուզում եք այդ իդեալին ստանաք, դրա արժեքը այսքան ժամանակը հատված։ Փողին մուննատ, կարճ կոնկրետ։ Եվ ինչ են տալիս են այդ գումարը, կարևորը իրենց նպատակին հասնել։ Ես հաջախորդ ունեմ, ինքը կոշիկը հակել է 6 տարի։ 6 տարի կոշիկ։ Այո, տագի մասը պահպանվել է շատ թարմ։ Այդ տագը մենակ պահել եմ, վրան նոր կոշիկը կարել եմ տագացում։ Ինձ թվում է տանից դուրս չի եկել, պահել այդ կոշիկը չի հակել։ Չէ, ինքը լավ կոշիկ է եղել։ Քայլող մարդ է եղել, բայց։ Հա, ակտիվ մարդ։ Հետաքրքիր է, 6 տարի ինչպես կարելի է կրել մի կոշիկը։ Դե ամեն օր չի հակե, բայց իր օգտագործել։ Իր ամիսը 1, լավ կոշիկ ամիսը։ Այստեղ կարող ենք ասել, որ կոշկակարի մոտ սկսել ենք ավելի քիչ գնալ, զուտ պայմանավորված նրանով, որ եթե խորհրդային տարիներին լավագույն դեպքում 2-3 զույգ կոշիկ ունեինք, այդ լավագույն դեպքում են ճոխ վիճակներ, վատագույն դեպքում մեկը մի կերպ ունեինք, ապա հիմա շատ կոշիկներ ենք ձեռք բերում եւ ունենք բազմազանություն, այսինքն կոշիկը ամեն օր այդպես չենք մաշում։ Դե հա, ասենք հիմա որ համեմատենք այն թվականների հետ, իրոքից այդպես մարդ չկա, որ մի քանի զույգ կոշիկ չունենա։ Հիմա որովհետև սահմանները բաց է, զարգացել են մարդիկ, պատվիրում են նաև բոլորս էլ գիտենք։ Ես կյանքում չեմ կարողացել հասկանալ այն մարդկանց, թողներեն իհարկե, որ on-line կոշիկ են պատվիրում։ Առանց փորձելու։ Դե գալիս է փորձում, հետո եթե վերադարձում։ Հարմար է, հարմար չի, որովհետև կան շատ լավ բրենդներ, հարգի բրենդներ, որոնք որակյալ կոշիկներ են արտադրում, բազմիցս ինքս գնացել եմ, փորձել եմ, իմ ոտքին հարմար չէ եւ հասկացել եմ, որ աշխարհի անհարմար կոշիկն է ինձ համար եւ ձեռք չեմ բերել։ Հետեւաբար բրենդին գնալն էլ է սխալ, այս պարագայում պիտի նայես թե մարդը ունի յուրահատկություն, ոտքերը եւս եւ ամեն մեկը պետք է գտնի իրեն հարմարը։ Իհարկե պետք է կոշիկը հագնես, նոր առնես։ Ես էլ եմ այդ։ Դե գալիս է on-line, հետո այստեղ փորձում են, եթե չի լինում, հետ են վերադարձնում։ Դա կարծում եմ այդպես խնդիր չի։ Որքան վնասակար են ոչ նորմալ նյութերով պատրաստված կոշիկները։ Հա։ Եթե կոշիկը Եթե շատ գումար չունի մարդը գնելու, կաշի չի ձեռք բերում։ Հա, հասկացա, մարդկա այդ մեծ գումարը տալիս է, ինքը էկո կաշից, սենց ասած, մեր բարերով ասած դերմանտինից կոշիկ է գնում։ Այդ կոշիկը ոտքերին առաջինը խնդիր է տալիս հիվանդություն է ձեռք բերում մարդը։ Սխալ կոշիկ հագնելուց։ Որովհետև կաշին շնչում է։ Իսկ դերմանտինը ոնց որ ցելոֆոնը կոբի սենց օրինակ է, հագնես ու խեղտես ոտքերը։ Այ նույն բանը։ Գոնե եթե գնում են կոշիկ, այդ ստելկան հայերեն ուղղակի չգիտեմ, էլի ոնց է։ Տակտիրասեր չգիտեմ։ Այդենց այդ ստելկան որ հանում տնում, գոնե այդ ստելկան բնական կաշուց տնեմ, որ էլի մի քիչ գոնե շնչի։ Սա էլ է շատ կարևոր։ Նորաձևության փոփոխություններին արդյոք հետևում եք թե ոչ։ Այդ էս համար գոյություն ունի նորաձևությունը, որ այս կոշիկը նորաձև է, սա ոչ։ Հա, իհարկե, հետևում եմ, ասենք։ Միշտ է ձեր սրտով այդ նորաձևության վերջին ճիճը։ Իմ համար ես ասենք կարողա
100 տարի մտքովս է չանցնի այդ կոշիկից հագնեմ, այդ նորաձևության հետևելը սենց է։ Հիմա բրենդը մի հատ նոր մոդել է հանե, հաջախորդը ուզում է։ Դու պետքա տեղյակ լինես այդ բրենդից ոնց է պատրաստված։ Lux copy։ Հա, թեգուս։ Մարդկա ուզում է։ Առաջին կոպիան, չէ, հետո երկրորդ կոպիան եւ երրորդ կոպիան։ Այդ տեղյակ լինելը դրանց է տագածուների հումքից պետքա տեղյակ լինես, որովհետեւ մարդը բերում է դու պետքա օրինակ հասարակ բանա չէ, սոսնձես։ Հիմա ամեն ինչը փոխվել է։ Այդ սոսնձելուց առաջ հadoop նյութեր կա, պետքա մի հատ քսես, որ կարանաս այդ կոշիկը դու կպցնես էլի 10 հաջախորդին, չվերցնի, գնա կես ժամից էլի փոկված կամ։ Սոսինձի խնդիրը շատ լուրջ է։ Կպցնում են, գնում են, հագնում են, 2 օր անց գալիս ասում են փոկվեց։ Հա, ասեմ ինչից է։ Ասում եք սխալ եք քայլել։ Չէ։ Լավ չեք քայլել։ Չէ, ասում եմ, ամեն այդ մի մատերիալը իր Սոսինձն ունի։ կոպիտ ասած ոչ թե սոսինձը իր աշխատելու ձևն ունի։ Եթե 1000 անգամ էլ տանես կպցնես այդ արեստա, որը վարվեդա կամ ճիշտ չկատարեց իր աշխատանքը, այդ կոշիկը միշտ փոկվել է։ Ես մի հարց ունեմ, տարածված սխալ, որ ձեզ նյարդայնացնում է, կոշիկի մասնագետները միշտ նյարդայնանում են, երբ դա տեսնում են, այն որ շատ արագ պիտի հարցը լուծելու սուպեր կլեյը վերցնեն։ Դե ասեք։ Չի կարելի, իհարկե միանշանակ սուպեր կլեն չի կարելի, որովհետև ինքը քայքայում է, փճացնում է համ կոշիկի տագածուն, համ երեսամասը։ Էլ չանեք։ Մի արեք։ Մի արեք, մեզ էլ մի տանջեք։ Հետո լավ տանջվում եք, չէ՞, այդ աշխատանք վերականգնելու համար։ Լինում են պահեր, երբ մտնում ենք կոշիկի խանութ, որպեսի կոշիկ ձեռք բերենք աղջիկներս եւ փորձում ենք նորաձևությանը մոտ լինել, սարսափում ենք այդ տարվա նորաձևությունից։ Կա դες բան։ Դուրս եկեք խանութից շտապ։ Լավ, ինչի են այդպեսի եւ բայց տեսնում ես մեծ մասսայականություն է վայելում, որովհետեւ նորաձևը աշխարհի ամենաանհարմար տարբերակն է միայն ձևի պատճառով։ Դե լավ, այդպես մի ասա, ինչու՞ նորաձև շատ լավ արտադրանք կա։ Դե հա, բայց կան կոնկրետ ձևեր, որ սարսափում ես, էլի, ու Հա, այդ տարի դրանք են նորաձև։ Ասեք ճիշտ է։ Կա դες բան, կարող է մեր տուրը չի գալի, շատերի հիմա տուրը մյուսը գալի։ գալիս։ Մարդիկ տարբեր։ Վաճական ջան, այն ստարկում է, երբ հաճախորդները գալիս են, թողնում են կոշիկը գնում են, թե նստում են ձեզ հետ անեկդոտ են պատմում, զրուցում են, սուրճ եք խմում։ Սուրճ եք խմում, ինչ եք անում։ Կամ դուք էլ նեղվում, ասում եք նստել է շնչներից չի թողում գործը։ Չէ, այդ մի քիչ չէ, գնում են, թե մնում են։ Գալիս են, ես հյուրասիրում եմ սուրճ, ելնում է, ունենք այդպես հաջախորդներ, հա, զրուցում են, սպասում են, նայում են ոնց են կատարում աշխատանք, հենց իր կոշիկինը չի, բայց ընթացքում շատ հետաքրքիր գործային կա։ Հումորներ են կանում կոլեկտիվով, ակտիվ կյանքը անցնում է։ Քանի հոգանոց անձնակազմը է ձեր արհեստանոց։ Ընդանուր 4 հոգի։ Արդյոք կոշիկի մաշվածությունից կամ փոկված վիճակից դուք կարողանում եք միանգամից վերլուծել եւ հասկանալ մարդու քայլվածքը ու խնդիրները։ Հա, արդեն པարզ է։ Որոշ պարագաներում པարզ է։ Դու հասկանում ես, ինքը մեքենայով շարժվում թե ոչ։ Ինքը քայլում է մեքենայով, քայլում է մեքենայով։ Եվ հիմնական ծանրությունը կրունկների վրա է դրված թե ոչ, ճիշտ է քայլում, սխալ է քայլում։ Ռադիոլսողները գրում են մեր Facebook-յան էջում, Արմինե Հովսեփյանն է գրում, բարի լույս ելներս, մտքիս սա եկավ, անհարմար է բոբիկ քայլել, այս կոշիկն էլ շատ է նեղում, ինչպես քայլել առանց ուղու, այս ճամփան էլ շատ է շեղում, դոփել տեղում, բայց դրանից ոչ կոշիկը կլայնանա, ոչ էլ ցավը կմեղմանա։ Ցավն է հաճախ առաջ մղում։ Այսպեսի կրեատիվ Եկեք ռադիոլսողներ ունեն։ կոշիկին հատուկ ուշադրություն, երբեք կոշիկին հատուկ ուշադրություն չեմ դարձրել, գրում է Արմեն Գրիգորյանը։ Ահա, եւ ողջունում եմ ես, շատ սխալ եք արել իրականում։ Երբ որ հարմարավետ ու ճիշտ կոշիկ ես գրում, հասկանում ես թե որքան կարեւոր է դա, եւ իհարկե մասնագետները շատ են խոսում մեր կանանց զոհաբերության մասին, որ այսպես շատ բարակ եւ բարձրակրունկ կոշիկներ ենք հագնում առանց կարողանալու, բայց միևնույնն է հագնում ենք եւ հետո բնականաբար վնասում շատ ոտքի խնդիրներ են առաջանում։ Կոշկակարը այսպես ճիշտ է ասող մարդ է, թե ոչ, կներեք sense ուղիղ խոսքի համար, այսինքն մարդը բերել է մի կոշիկ եւ հպարտությամբ գալիս ասում այսքան գումար եմ վճարել, բայց դուք նայում ասում եք աղմախություն է, ասում եք որ քո առած կոշիկը քեզ դուր է գալիս, որը մի քանի անգամ դες դեմք լինում։ Բայց ասում եք երեսին, թե ասում եք դե լավ, լրեմ հիմա դուր է գալիս։ Իրան բան չեմ ասում, բայց ասում եմ շատ սխալ ընտրություն եք կատարի, ինքը դերմանտին է։ Խապել են։ Դե ոչ թե խապել են, հիմա գիտեք ոնց է։ Ասում են էկո կաշի,
Դեռ հասկացա, չէ, ինչ է դա էկոկաշին ինչ։ Բայց որ Մենակ մասնագետն է հասկանում։ ամեն վաճառող ինքը ասում է, որ այդ էկոկաշի է, իրանք գիտեն ու առնում են։ Բայց երբեմն խափում են, ասում են, չէ, իրական կաշի է, չէ, իրական Այդ արդեն մի քիչ ուրիշ բան են լուրջ չի ասում լինի, որ վաճառողները, ասում են բարձրակարգ էկոկաշի է, որը ոչինչով չի զիջում կաշին։ Շատ հարմար պատասխան, դեռ հասկացի։ Այս կյանքում Որակյալ։ չեմ հագնի։ Ինձ Ասած բարձրակարգ էկոկաշի լինի, չեմ հագնի։ Լավ է, ես գորոշ չեմ տեղական կոշիկ հագնեմ կաշուց։ Մեր ինչի՞ հայկական կասում։ արտադրանքը։ Չէ, մարդկա ինքը ասենք մենակ բրենդները հագնում։ Ես մեծ հաճույքով կհագնեմ, քան բրենդային, որևէ Չէ, բրենդի մասին չի խոսքը, կարևորը չխապել, ասել որ սա իրական կաշի է կամ սա, չգիտեմ, մոտ է նույն կաշին է, վերցրու չես փոշմանի, չէ, ասում են երբ։ Եթե իմ մոտ գալիս են, ես նախ էկոկաշի չունեմ ու հագարակ հաջախորդին ասում եմ, «Խի այդ տնենք, արեք կաշի տնենք, կոնե մի բանով ես ձեզ օգնած»։ Իսկ գնայինը այդտեղ տարբերությունը շատ է մեծ այ իրական կաշին։ Հավատացեք, վերանորոգման մեջ այդ ես իմ իշկան կաշի չի գնում։ Եթե ես տնեմ օրինակ կդորել, կաշիել, էկոկաշիել, ես իմ գումարը նույնն եմ վերցնում, բայց հաջախորդին խորհուրդ եմ տալիս ինքը Կաշի։ կաշվին ավելի լավ է։ Բայց ֆիքսենք եւս մեկ անգամ, որ հայկական արտադրության կոշիկները ամենավորակյալներից են եւ դրա համար շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր վարպետներին։ Այո, իհարկե։ Դեռ հնուց բավականին այսպես ավանդույթներ ունեն մեր կոշկարանները, Եվ մենք գիտենք, որ կան շատ երկրներ, որտեղ արտահանվում են հայկական արտադրության կոշիկներ ու դրանք շատ հարկի են ու երբ իմանում են, որ հայկական է, միանգամից ձեռք են բերում, որովհետև գիտեն, որ որակյալ են։ Ձեր օրը նշում եք պրոֆեսիոնալ մասնագիտական տոնը։ Այսօր կնշենք։ Այսօր, հա։ Մեր կենացներ։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ, հիշեցնենք, տաղավարում ենք զրուցում ենք Վաչագան Արաքելյանի հետ, վարպետ Վաչոյի հետ, այսպես են նրան ասում։ Շնորհակալ ենք, շնորհավորում ենք եւս մեկ անգամ։ Մերսի։ Կարճատև դաթար, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։
10:35 րոպե դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը 7 աստիճան տաքություն այս պայն մայրաքաղաք Երևանում։ Ուրա, Սուրճ տաքացավ ու մի սեր քիչ։ առավոտից հաղորդումն է ուղիղ եթերում եւ իհարկե լավ երաժշտություն ու տեղեկատվություն։ Ես կասեի լավ բիթեր, լավ ռիթմեր, Աշխատում ենք, մեր աշխատում եթերում, այո, կարծում եմ ակտիվացրեց այս կատարումը։ Չգիտեմ։ Ջուլիո Բոնասիոն էր երկու։ Օ, Բոնասիո, ողջույն, սա Բոնասիո։ Ողջույն Ջուլիո, չգիտեմ ինչպես Ջուլիոն, բայց ռադիոլուսող Մամիկոնը ճամբարակից ողջունում էր իր կոշկակար ընկերոջը Ապրեսյան Սակեին։ Կոշկակարի օր բարեթով։ Մենք շնորհավորում ենք բոլոր կոշկակարներին եւ իհարկե մասնագետներին մասնագիտական տոնի առիթով եւ շնորհակալություն հայտնում նրանց մեր քայլերը ել ավելի հարմարավետ դարձնելու առումով, հատկապես երբ գնում ես ճանապարհորդության ու երկար պիտի քայլես, քեզ օգնության են հասնում որակյալ կոշիկները, որոնք օգնում են, որպեսզի ավելի քիչ հոգնես, ավելի ոտքերի ցավը քիչ լինի։ Ողջունեք նրանց, ովքեր այս պայն իրենց ձեռքում պահում են բջջային հեռախոսը եւ անընդհատ ինչ որ սկրոլ են անում, ինչ որ բան են փնտրում։ Մի արեք։ Հա, հիմա հետաքրքիր մի հետազոտության մասին ենք խոսելու, իդեպ այդ մասին է իր հրապարակումներից մեկում վերջերս խոսել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, միջազգային նոր հետազոտությունը, որն ընդգրկել է ավելի քան 98000 մասնակցի, բացահայտել է, թե ինչպես են կարճ հոլովակները, այդ շորթերը, այսպես ասած, ազդում մեր ուղեղի եւ հոգեկան առողջության վրա։ Արդյունքները բավականին մտահոգիչ են, ռիլերը եւս հարգելի ռադիոլսողներ, ընդհանրապես մենք չենք էլ զգում, պտտվում ենք, մտնում ենք, սկրոլ ենք անում։ Մասնագետներից մեկը ասել էր, թե օրական քանի կիլոմետր ենք մենք սկրոլ անում, դա սարսափելի է, երբ վերացում ես թվի։ Եվ իհարկե հարգելի ռադիոլսողներ, երբ մենք այդ ամենը իրականացնում ենք անդադար, դրա պատճառով կարող է նաև քնի խանգարում տեղի ունենալ, իսկ հիմա հիմնական բացահայտումներին անդրադառնանք, նախ եւ առաջ ուշադրությունն է կորում, զոհն է առաջին դա ուշադրությունը, որովհետև այդ կարճ հոլովակների չարաշահումը բացասաբար է անդրադառնում կոնկրետ կոգնիտիվ ունակությունների վրա եւ այս պարագայում շատ տուժում են թե ուշադրությունը, թե ինքնատիրապետումը, մեր ուղեղը սկսում է սովորել արագ պարգևատրմանը դոֆամինին եւ դրա հետևանքով նաեւ դժվարանում են կենտրոնանալ երկարատև մտավոր աշխատանքի վրա։ Իրենց համար արդեն կարևոր է կարճ միանգամից, եթե ուշադրություն ես դարձրել, երկար չեն կարող ոչ մի ուրիշ բան նայել, ֆիլմերը դժվարանում են նստել ու երկար նայել, այստեղ այս խնդիրն էլ է ի հայտ գալիս եւ մի բան էլ կարևոր, օրինակ voice message-ները, ես այդպես եմ ասում, ձայնային հաղորդագրությունները, արագությունը որ թվի վրա է դրված քեզ մոտ Տիգրան ջան։ 1.5 կամ 2։ Ավելի լավ որ գոնե 1.5, բայց այդուհանդերձ մենք նույնիսկ արագացնում ենք մեր հաղորդագրությունները լսելը, որովհետև այդքան համբերություն չունենք, այսպես հանգիստ լսել։ Դե սա հետևանք է։ Ընկերդ ինչքան դանդաղ քեզ voice-ը։ Բայց դու հասկանում ես, որ սրա հետևանքն է դա։ Տխուր է։ Այսինքն մեկը մյուսի հետ անմիջական կապ ունեն, բայց սրանով չենք եզրափակվում եւ սրանով չի ավարտվում վտանգը։ Այո, եւս մեկ հետաքրքիր կարևոր բացահայտում, այս հարթակների, սոցիալական հարթակների ակտիվ օգտագործումը նաեւ կապված է սթրեսի, տագնապայնության եւ միայնության զգացումի աճի հետ, որտեւ այո, բացասական կապը, մենք խոսեցինք քիչ առաջ, դու ասացիր, քնի որակի հետ եւս շատ կարևոր է, ինչը ել ավելի ենք մենք զգում դա, այն մարդիկ, ովքեր քնելուց առաջ բջջայինում ինչ որ բան են անդադ փոքր եւ սկրոլ են անում։ Քնելուց առաջ ոչ էլ հեռուստացույց կարելի է նայել, ուր մնաց հեռախոսը։ Իսկ ֆիքսել ես, որ ասես մի հատ մտնեմ, տեսնեմ ինչ կա, մեկը ժամին նայում ես, հասկանում ես, որ ժամուկես այնտեղ է իր։ Ու չես հասկացել ինչպես ժամանակն անցավ, այո։ Եվ այստեղ կախվածությունն ավելի վտանգավոր է, քան ժամանակը, երբ արդեն ունես կախվածություն եւ առանց դրա չես կարող, իսկ եկեք արդարության համար ասենք, որ գրեթե չկա մարդ, որ չունենա կախվածություն, մեկը քիչ, մեկը շատ, մեկը աննշան, բայց այդ կախվածությունը կա այդուհանդերձ եւ առանց դրա չենք կարող։ Եվ ի վերջո անverջ այդ սկրոլինգը փնտրել անընդհատ, համարզում է մեր ուղեղը անընդհատ շեղվել։ Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ, ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հավաքեք ձեզ, հեռախոսը դրեք կողք եւ լավ բաների մասին մտածեք, ու ընդհանրապես լավագույն տարբերակը գիրք կարդացեք։ Եվ դրա հետևանքով է, որ բոլորը այդ կարճ հոլովակներն են նայում ու ոչ մի գիրք չեն ընթերցում։ Կամ լավ երաժշտություն լսեք պարզապես, վեր կացեք եւ շարժվեք այս պահին։ Այո, բարեք։
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցե 44 րոպե մենք շարունակում ենք մեր ընթացքը հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ Ժպիտներով, ողջունում ենք ձեզ, լավ հարգելի տրամադրությամբ։ ռադիոլսողներ, եւ հուսանք մեր այս լավ տրամադրությունը վարակիչ է եւ ձեզ էլ կփոխանցենք եւ բնականաբար բավականին հետաքրքիր զրույց Ինչ ունեցանք բնականաբար այսքանից հետո։ Նոյեմբերի 26-ն է Ձայն չեմ օրը անում, չորեքշաբթի։ Ահա։ Մենք շարունակում ենք ստանալ հաղորդագրություններ ռադիոլսողներից Կոշկակարի միջազգային օրվա հետ կապված մեզ գրում է Աշուղ Աստղանուշը։ Օ, Էլ ինչ բրենդ, թե որ մեր վարդ կոշիկը կա։ Լավ իմացեք հայ վարպետից, լավը չկա։ Ոնց ասեք։ Ոնց ասեք Սիլի Աստղանուշ։ բացարձակ չենք վիճում, ձեզ հետ լիովին համաձայն ենք, որակյալ կոշիկը հայկական, Մենք բան ասում ենք։ անմրցելի է, լավ էր այդպես, անմրցելի պահը։ Շնորհակալություն, մենք Շարունակենք իհարկե։ եւ տարին բնականաբար ավարտվում է արդեն, բան չմնաց, հա, մեկ ամսից մի քիչ ավելի շատ ժամանակ է Շուտով մնացել։ բոլորը կսկսեն ամփոփել տարին, չէ։ Արդեն սկսել են ամփոփել տարին, ասեմ քեզ, հատկապես երաժշտական տարբեր հարթակներ ամփոփում են տարվա լավագույն այսպես 100 երկերի ցանկն են կազմում, նաև հանրահայտ Apple ընկերությունը Apple Music-ը եւս կազմել է իր լավագույն երկերի ցանկը եւ գիտես այդ ցանկը գլխավորում է ով Այո, ինչու զարմացած չեմ, ինչու ես զարմացած չեմ, որ այս երգը կոնկրետ, հա։ Այո, հենց այս երգը, Աբրակադաբրա երգը Լեզի կատարմամբ, շատ է լավ առավոտյան է, ինչու առավոտյան։ Այն գոռոցի պահը չդնես։ Գոռոցի մասը դե հիմա կփակենք ակաշները։ Ամենից շատ 2025-ին ներբեռնել են հենց այս կատարումը եւ այն Apple Music-ում, այսպես հիթ շքերթում գրավել է առաջին տեղը։ Խորհուրդ չենք տալիս տնային պայմաններում նույնը կրկնել։ Ինչու։ Դա Վայելեք հիթը։ Pay the toll to the angels, drawing circles in the clouds. Keep your mind on the distance when the devil turns around.
Գերհզոր մեգա հիթ Lady Gaga-ի Abracadabra երգը հիշեցնեմ այն 2025-ի ամենից շատ այսպես ներբեռնված հիթն է ըստ Apple Music-ի։ Դե մի տեսակ վարակիչ ռիթմեր ունի եւ չես կարողանում, պարտադիր պիտի այդ բղավոցը հնչեր, չէ։ Որպես արտնանան բոլորը։ Դե լավ, արտնացեք, սա էլ զարթուցիչի մեր տարբերակներ։ Կարևորը առանց նյարդայնանալու արտնանան ռադիոլսողները։ Արհեստական բանականությանը հարց ուղեցինք, ում կարող են համարել։ Ես կասեի հարցեր։ Այսօր մի քիչ խելոք չի պահում իրեն, մեզ նույնիսկ փորձեց խաբել, հետո մենք նրան ասացինք, որ դու սխալ ես, ապացուցեցինք, որ նա սխալ էր, այդպես հետևողական պետք է լինեք Աբոյի հետ շփվելիս։ Աբոն մենք Աբոյին հարցրեցինք, ում կարելի համարել աշխարհի ամենաճանաչված կոշկակար, ամենահայտնի կոշկակար, եւ նա ուղարկել է մեզ այսպեսի անուն Սալվատորե Ֆերագամո, շատ այսպես աստղերի կոշկակար, քանի որ նա ստեղծել է կոշիկներ Հոլիվուդի մեծագույն դերասանների համար 1920-ից 30-ականներին նա անսովոր հարմարավետ եւ նորարարական կոշիկների ստեղծող էր, օրինակ ամորտիզացիոններ բաններով եւ յուրահատուկ ձևավորմամբ։ Կարող ես ասել, կոշիկ չասեմ, դրանք կոշիկ չեն, բայց այդուհանդերձ որ տարբերակներն էին, որ հիմա նույնիսկ եթե նախկինում մտքովդ չեր անցնի, որ դրանք կարող ես փողոցում տեսնել, հիմնականում ծովափնյա հատվածներում ես տեսնում, հիմա նաև տեսնում ես որպես կոշիկ են փողոցում կրում եւ դրանք շատ հարմարավետ են, հատկապես բժիշկների եւ այն մասնագետների համար, որոնք երկարատև ոտքի վրա են։ Ռետինա թողատապերի նման մեծ։ Գոնդոլ, ես կասեի։ Ես գիտեմ անում ինչպես։ Ես գիտեմ, բայց դա քանի որ ընկերության անունն է, դրա համար չեմ հնչեցնի հիմա։ Եվ ինչ էր ասես, որ չի հորինվում ոտքի հարմարավետության համար։ Եվ բնականաբար սա հարմարավետությունը շատ կարևոր է։ Նաև ամբողջ աշխարհում հարգի են բոլոր այն կոշիկները, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են։ Դե բնական։ Այո, եւ դրանք բավականին գումարաժ են, բայց դու գոնե հասկանում ես ինչի համար ես վճարում։ Դու գիտես, որ ամբողջությամբ ձեռքով է կարված եւ հատուկ քեզ համար։ Եթե լավ են կարված, ինչու ոչ։ Դե այո։ Մեկ էլ տեսար ու ձեռքով ոչ այնքան լավ կարեցին։ Այսօր շատ շնորհակալ ենք ձեզ, սիրելի ռադիոլսողներ, ակտիվ եք այսօր, այո, չաթը բավականին ակտիվ է եւ մենք փորձում ենք բոլորիդ գրառումները կարդալ, բոլորիդ գրառումները տեսնում ենք։ Ինչ լսենք հիմա, Տիգրան ջան։ Ես առաջարկում այս տարվա լավագույն հիթերի խոսակցությունը շարունակել եւ լսենք Ariana Grande-ի կատարումներից։ Ինչ ես որոշել, որ սա լավագույնն է, սիրում ես։ 2025-ի լավագույն հիթերից մեկն է։ Լավ։ Սպայն մեր եթերում։ How could you ever even try? I don't wanna tiptoe, but I don't wanna hide. But I don't wanna feed this monstrous fire. Just wanna let this story die, and I'll be alright. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. Me and my truth, we sit in silence. Baby girl, it's just me and you. 'Cause I don't wanna argue, but I don't wanna bite my tongue. Yeah, I think I'd rather die. You got me misunderstood, but at least I look this good. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll
papers and pens. Wait until you like me again. Wait for your love. I'll wait for your love. I'll wait for your love. I'll wait for your love. Եվ հաղորդման վերջին րոպեներն են, ավարտին եւս մեկ անգամ ուզում ենք ողջունել բոլորին, ովքեր յուրաքանչյուր աշխատանքային օր սկսում են մեզ հետ, հետևում են մեր տեղեկատվությանը, վերաբերող մեր այսպես առօրյային առհասարակ եւ ավտոճանապարհներին եւս մեկ անգամ ուզում ենք հենց այս պայն անդրադառնալ մայրաքաղաքային ավտոճանապարհներին 5 աստիճան է խցանումը եւ ինչու որոշեցի այս մասին հաղորդման ավարտին խոսել, ունենք երկու ավտովթար, որի մասին ուզում հիմա տեղակ պայել մեր վարորդներին, մեկը Կիևյան կամրջի վրա է վթար այս պահին դեպի Օրբելի գնացող հատվածի մասին է խոսքը, նաև Իսակով պողոտայի վրա ունենք գրանցված վթար ամերիկյան դեսպանատան տարածքում հարևանության։ Զգոն եղեք, այո, անվտանգ երթևեկություն ենք ուզում աղթել եւ ավարտին նաև եղանակի մասին 7 աստիճան է այսպես Երևանում, առանց տեղումների եղանակը կպահպանվի այսօր նաև վաղը։ Բայց հուսամ, որ օդի աղտոտվածության նիշը կիջնի, կնվազի, իդեպ այս ամեն ինչը նաև մեր մեղքով է յուրաքանչյուրիս, հա, մենք հոգ չենք տանում եւ առհասարակ բնությունն էլ պատասխանն է տալիս։ Ինչև է հարգելի ավելի շատ վերաբերում է շինարարներին, ովքեր շենք են կառուցում եւ հարգելի շինարարներ, պահպանեք բոլոր կանոնները։ Պատել շենքը ցանցով։ Ես շատ լավ գիտեմ, թե դա ինչ է, 2-3 տարի տառապանքս փորձ ունի, կարծես մյուս տարի կկարողանամ իմ բացօթյա պատշգամբը վայելել։ Քաղաքը դարձել է մեծ շին հրապարակի։ Իսկ միջից ստիպված ենք ճաշակել կիլոգրամներով փոշի։ Ու չգիտենք ինչ կլինի եւ ինչպես կազդի մեր առողջության վրա։ Ինչևէ, շատ կարևոր է հոգ տանել շրջակա միջավայրի մասին, որովհետեւ դա մեր առողջության մի կարևոր մասն է։ Եվ չախտոտել ձերքի եղած փոքրիկ թուղթը անգամ մի նետեք ճանապարհ։ Մի նետեք, կան դրա համար աղբատույլեր, նախատեսված վայրեր, մի խոսքով լավ եղեք։ Լավ տրամադրությամբ ենք հրաժեշտ տալիս ձեզ համար աշխատեցին Լուսինե Մուրադյանը, Տիգրան Հարությունյանը։ Կհանդիպենք վաղը 9:30-ին, հանդիպան վայրը նույնն է, Հանրային ռադիո առաջին ալիք 9:30 հիշեք այս ժամը։ If that's